ճիշտ է, Կիրակի կոչվում է անարակ Կիրակի, բայց եթե պատարագին ուշադիր եղաք, այնտեղ նախ անարակ որդու առակը ներկայացնելը մեզ ներկայացնում է երկու այլ առակ ևս, որն է կորած ոչխարի առակը և կորած դրամի առակը, որ այնուհետև անցում է կատարվում անարակ որդու առակին։ Այս երկու առակներին, առաջ երկու առակներին անդրադառնանք քիչ հետո, մի բան փորձենք վերհիշել անարակ որդու առակը իր բովանդակությամբ։ Մեզանից ամեն մեկը բազմաթիվ անգամներ ընթերցելով ավետարանը կարծում ծանոթ է բովանդակությանը, թե ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ներկայացնում է, թե մի մարդ երկու զավակ ուներ, ավագ երկրծել որդիներ, և ահա մի օր նրանցից մեկը կրտսերը մոտենում է իր օրը և ասում, որ հայր ինձ իմ մասնաբաժինը և ես ուզում եմ հեռանալ, գնալ և ինձ համար մի նոր կյանք սկսել, իմ ուժերին ապավինել և ինձ համար մի նոր կյանք կառուցել։ Հայրը որդու խնդրանքը կատարում է և անգամ չի արարվում, ինչպես ավետարանն ասում, ոչ մի առարկություն չի լինում, տալիս է որդուն միասնելիքը, սա դրամի վերածելով ամբողջը հեռանում է հայրական տնից, գնում օտար երկիր, օտար քաղաք, վատնում ամբողջ ունեցվածքը այդ դրամը, որ իր ձեռքում կար, և դառնում է չքավոր մեկը։ Եվ այդ ընթացքում որքան ժամանակ իր մոտ գումար կար, կարողություն ուներ, իր շուրջը համախմբած էին մարդիկ, որոնք շակերտավոր ընկերներ էին, բարեկամները, հարազատները, և ավետարանը մեզ պատմում է, թե ինչպես երբ որ դրամը վերջանում է այս կրտսեր զավակի անարակ որդու, անմիջապես այդ մարդիկ էլ անհետանում են և ինքը մնում է միայնակ։ Այնուհետև հանրապետողը իր հարցը վաստակելու համար պատմում է, թե ինքը անցնում է ծառայության մի տնտեսություն ունեցող մեկի մոտ, որ խոզեր ուներ և սկսում է նրա խոզերը արածեցնել։ Եվ ցավալի զուգադիպությամբ երկու նաև սով է սկսվում և սովը քաղցը սկսում են ներել թե երկրի բնակիչներին, թե նաև արդեն իսկ ախար դարձած, մուրացի դարձած կրտսեր զավակին։ Եվ ասում է, որ նա սկսում է անգամ խոզերի կերակուրներից օգտվել, ճաշակել, որպեսզի սովաmaq չլինի։ Եվ այդ չկարողության մեջ է, այդ նեղության մեջ է, որ ինքը մի բան վերհիշում է, թե ով է եղել ինքը և հիմա ինչ է դարձել։ Եվ այդ հարցը հնչում է իր մտքում հենց, թե ով է և ինչ դարձավ։ Եվ միայնակ է մնացել փաստորեն, ոչ մեկը չկար, հարազատ բարեկամ ընկեր այդ օտար երկրում և սկսում է թախանձելու կերպով արտասվել լավ ստալ իր այդ վիճակի համար և մի շատ կարևոր որոշում է կայացնում։ Եվ այն ժամանակ, որ ինքը միայնակ է լինում, այդ բանին իր մտքում վեր հանում երկու կարևոր միտք, որ այո, իմ հայրը, որ կարողությունների տեր է, այսօր նրա վերակում բազմաթիվ աշխատողներ կան, և ես նրանց նման անգամ չեմ, նրանք աշխատում են, իրենց աշխատանքի համեմատ վարձատրվում, ուտում, խմում, մարդավայր կերպով ապրում, բայց ես այստեղ խոզերի հետ քնում եմ, խոզերի հետ ակնանում և անգամ քաղցած եմ։ Եվ իր մտքում մի շատ կարևոր միտք է ակնանում, որ իմ հայրը ինձ սիրում է և ես պիտի վերադառնամ իմ հոր մոտ, որովհետև նա սպասում է ինձ։ Եվ նաև մի երկրորդ միտք, որ
Նաև իրավունքների հանդիպները ծնում, որ այո, ինչի՞ չէ, ես էլ իմ մորն եմ սիրում։ Չէ՞ որ նա ինձ զնել է, մեծացրել է, դաստիարակել, կյանք տվել, չէ՞ որ ես էլ նրա հանդեպ սեր ունեմ։ Եվ այս երկու մտքերը, որ երկուսն էլ սիրուց էին բխում, հայրական սերը, հոգեական սերը, նրա մեջ արմացնում են զղջման զգացումը։ Եվ որդին ասում է, որ այո, պիտի թողնեմ ամեն ինչը վերադառնամ իմ հոր մոտ, պիտի գնամ և ասեմ, որ հայր մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, որ ների ինձ, անգամ կարող ես քեզ զավակ չընդունել ինձ, բայց ների և ընդունիր քո տնտեսության մեջ ինձ համարիր քո աշխատողներից մեկը։ Եվ հաջորդ իսկ առավոտյան ճանապարհ է որում որդին դեպի հայրական տուն, հայրական գալված, հայրը որ իսկապես սպասում էր որդու վերադարձին, պատեր կերպով, ինչպես ասում են, շրջում էր արգարակում և տեսում է, որ մի օտարական աղքատ կարիքավոր մեկը մոտենում է, հեռվից մոտենում է իր տնտեսությանը և որքան որ մոտենում է հայրական սիրտը ավելի է բաղում և երբ որ ավելի է մոտենում ճանաչում է իր զավակին, զավակը անմիջապես ընդառաջ վազելով, մեկը մյուսին ընդառաջ վազելով, զավակը ընկնում է գետնին, զունգի գալիս խոնարհվում և այն խոսքերը, որ իր համար արդեն դարձրել էր իր համար դարձրել էր նյութ, որ պիտի ասել, արտահայտել իր զգացումները մեղանչացնելով, սխալվացնելով, ահա դառնում է և ասում է, որ այո, հայր մեղանչեցի երկնքի քո առաջ և երկնքի և քո առաջ ընդունիր ինձ և դարձրել ինձ դարձրել սպասավորներից մեկը։ Բնականաբար հայրական սերը այնքան մեծ է, որ այնպես չի վարում ինչպես, որ որդին է ցանկանում, որդին է ուզում։ Ընդհակառակ ասում է, բերեք այն զգեստները, որ ես պահել եմ մինչև հիմա, այն պատվո հանդերձները բերեք մատանին, բերեք կոշիկները և հարցրեք ինձ զավակին։ Հարցրեք այնպես, ինչպիսին որ նախինում են ինքը հարկված, հարկած։ Եվ այդպես էլ անում են, և հայրը մոտնում է իր պարատ եզներից մեկը և մեծ տոնախմբություն է անում։ Այնուհետև այս ուրախության պահին ագարակից վերադառնում է ավագ որդին։ Եվ տեսնելով այդ ուրախությունը առաջին պահին զարմանում է, թե ինչ ուրախություն է սա, որ ես չգիտեմ, և աշխատողները, ծառաները, սպասավորները տեղյակ են բանում, որ ահա քո եղբայրն է վերադարձել և հայրը սիրով ուրախության ընդունել է իր պարարտ եզն է մորթել նրա գալիսյան կապակցությամբ և ավագ որդին, ինչպես ավետարանը ասում, տրտմում է, բարտանում է և չի ուզում տուն մտնել։ Եվ այս ամուր շպարտության հետ կապված բազմաթիվ մեկնություններ կան անարակողու այս արայքի հետ կապված և ինչպես մեզ ներկայացում է, ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի արարքները երկու կերպով են, երկու իմաստով են մեզ ներկայացված, նախ հավետանական բացատրության և մեկնության և մյուսը հավիտենական բացատրության։ Հավիտենականը, որ միտքն է տալիս, հոգևոր իմաստն է մեզ տալիս, հավիտենականը, որ բոլոր ժամանակների համար է, բոլոր մարդկանց համար, բոլոր ժողովուրդների համար, ովքեր որ լսում են և պիտի փորձեն այդ լսածից դաս խաղել օգուտ ստանալ։ Հավիտենական իմաստով մեկնիչները ուրեմն այսպես են ներկայացնում, որ
հայրը Աստված ինքն էր, որդիներից առաջին ավագը Իսրայելի ժողովուրդն էր, իսկ դրսերը հեթանոց ժողովուրդը։ Եվ ահա Իսրայելը, որ միշտ Աստծո հետ էր, իր ծնողի հետ էր, իր կրծեր եղբոր, հեթանոց եղբոր վերադարձով, որը սխալ գործեց, հեռացավ Աստծուց, ընդհանրապես այս երեք իրավիճակները որ կան, արարչագործությունից են հենց սկսում, մեզ այդպես են ներկայացնում, բարեկենդանի իրավիճակի երջանիկ մարդու, այնուհետև արտաքսման կիրակին ներկայացնում այդ կորուստ այդ երջանկության, թեման գործեց այն և ահա անառային կիրակիով վերստին մի հպանցիկ անցում է լինում, այստեղ նորից ներկայացում այս ահագի մեջ, այս երեք կիրակիները կարծես թե կան։ Կա երանգելի վիճակ, երբ որ երկու զավակները երանգելի վիճակում ապրում են իրենց որդին, կա կորուստ այդ երանգելի վիճակի, որ անառակորդին գործեց այդ երանգելի վիճակը, և կա նաև վերադարձի զղջման գիտակցություն, որ ունեցավ անառակորդին։ Եվ այդ վերադարձը չընդունեց ցավոք սրտի Իսրայելի ժողովուրդը, ըմբոստացավ, չցանկացավ իր կողքին տեսնել հեթանոց ժողովրդին, որը կարծես թե գալու էր և իրենից խլելու էր այն պատիվ, այն շնորհը, որ Աստված ըստ իրենց նախասահմանել էր միայն իրենց համար։ Բայց Մատթեոս ավետարանի մեջ մենք 8-րդ գլխի 11-12 համարներում կարդում ենք, որ Քրիստոս իմելով իսրայելացիներին ասում է, բայց ասում եմ ձեզ, որ արևելքից և արևմուտքից մարդիկ պիտի գան և երկնքի արքայության մեջ պիտի սեղան նստեն Աբրահամի, Իսահակի, Հակոբի հետ։ Իսկ դուք, որ ընտրյալ ժողովուրդ եք, պիտի հեռու մնանք այդ մեծ պատվից։ Սա գալիս է մեկ անգամ ևս մեզ ասելով, որ Աստված, ինչպես Քրիստոս չկա խտրություն հրեաների, հեթանոսների կամ այլ ազգերի, փրկությունը, որ մեջները պիտի բերեր, բոլորիս համար պիտի բերեր։ Եվ ահա ավակ որդին այդպես, որ Իսրայելն է խորհրդանշում, այդպես չէր մտածում։ Եվ մինչև հիմա իրենք կարծում են, որ ընտրյալ ազգի իրենք են և մյուսները ընտրյալ չեն, իրավունք չունեն և իրենց չի վերապահված այն շնորհներով ապրել, որ շնորհներ ունեն, որ Աստված նախասահմանել է իրենց համար։ Ինչև է սա Արագի ավետարանական իմաստն է, այո, զավակը, դրսեր զավակը, որ հեթանոց ժողովուրդն է, որ հեռացել էր արարչագործությունից դուրս էր եկել, հեռացել էր Աստծուց, վերադարձավ և կարևորը, որ այստեղ սրճում տեղի ունեցավ, սրճման վերադարձավ ինքը։ Եվ հետաքրքիր այն է, հիմա անդրադառնանք նախորդ երկու առակներին, թե ինչպես առաջին ժամանակ, երբ որ ոչխարը կորում են, հարկից մեկը կորում են, Քրիստոս ասում է, եթե դուք հովիվը լինեք չեք գնա այդ մեկ կորածին գտնելու, բնականաբար կգնաք և ասում է, ով է այնքին, որ 10 դրամ ունենա և մեկը կորսնի արդյոք, ավելի չի վերցնի և ամբողջում է մաքրիսը, որպեսզի այդ մեկը գտնի։ Այս երկու առակների պարագային հետաքրքիրն այն է, որ մարդը ինքը մեկնիշն են ասում, որ մարդը ինքը գնաց կորածը գտնելու։ Մարդը ինքը սկսեց խնդրել գտնելու համար կորածը, բայց այս առակի պարագային հետաքրքիրն այն է, որ հայրը չգնաց իր կորած զավակի հետևից, ասում են մեկնիշները, և իմաստը այն է, որ մարդը կամովին մեղք գործեց, և ինքը անբան, անմիտ կամ անկարող մեկը չէր, ոնց որ ոչխարը կամ դրամը, և բանական էր, իր կամքով գործեց, կարող էր այդ սխալը չգործել, բայց գործեց, և ուրեմն պիտի կամովին էր ինքը վերադառնար։
Ահա ինքը այս առարկի, որ մարդը մեր գործելով պետք է զղջան այդ գիտակցություն ունենա, ամեն մարդ մեզանից յուրաքանչյուր մեկը պետք է կարողանա տեսնի իր գործած մեղքը, եւ ոչ միայն տեսնի, այլ նաեւ սրտանց զղջա, եւ նաեւ սա այս կետի հետ, ինչպես ասում են մեկնիշները, այս որ զավակը պիտի վերադառնա, այս կետի հետ սերտորին կապված է ապաշխարության խորհուրդը։ Այսինքն կատարել մի սխալ եւ այդ սխալի համար զղջալ, ապաշխարել ու վերադառնալ։ Եվ անարակիկի մեզ հարգելիներ այս մտածումը տալիս է։ Անչափ կարևոր է, որ մենք միշտ կարողանանք տեսնել մեր գործած սխալը, մեղքը եւ հրաժարվել դրանից։ Այս առումով դրանք շատերի համար ծանոթ մի պատմություն երևի ասենք, որ Հարանց Վարդգիսը ինչպես մեկը մոտենալով ծերին, ասում է, որ մի եղբայր մոտենալով ծերին ասում է, ինչպես է, որ ոմանք գալիս են եւ ասում են, որ հրեշտակներ են տեսնում եւ ծերը տրտմելով ասում են ավելի լավ է զավակս, որ նրանք իրենց մեղքերը տեսնեն։ Այսինքն մենք պետք չէ, որ այլ եւ այլ բաներ փնտրենք կյանքում։ Մարդու համար, քրիստոնյայի համար առաջին հերթին կարևոր է, որ իր գործած մեղքը տեսնի եւ դրա համար զղջալեր շրջով Քրիստոս մեղքերը աշխարհ եկավ մեզ ճանապարհը ցույց տալու այդ զղջման եւ վերադառնալու դեպի տուն։ Այս տունը մեր երկրային արքայությունն է, որից մենք զրկվեցինք, մեր պատվին զնկանք եւ Քրիստոսով վերստին հնարավորություն ունենք այդ պատվին արժանանալու։ Ես սիրով ու սրտանց կամենայի, որ մեզանից յուրաքանչյուրը մշտապես ունենար այդ գիտակցությունը, որ մեր կարծրացած հպարտությունը փորձենք կոտրել, որ մենք վար իջնենք բարձունքներից, որ կարողանանք խոնարհում ունենալ, կարողանանք գնահատել այդ շնորհը, որ Տերն արեց մեզ համար։ Եվ ամեն անգամ աղոթելիս նաև աղոթքի այն տողերը գտնենք, որ Տեր բացի հնացած ինքնությունը, մեղքով հնացած ինքնությունը, թող այո մեր ինքնությունը, մեր էությունը աղոթքով, պահքով եւ բարեգործությամբ մաքրվի, եւ մենք ազատագրվենք մեղքի այդ զգացողությունից, ազատագրվենք վերստին նրան չդառնալու ամուր կամքով, սա ամենակարևորն է։ Ես մաղթում եմ բոլորիս ուժ կարողություն այս պարտքի օրերին անսայթակ կամք, ամուր եւ տոկուն հավատ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի ավարտին այս պարտքի շրջանի սուրբ հավատյան բանին։ Տեր շնորհակալություն այս հնարավորության համար, մենք ամեն մեկս ուղղվելու, շփվելու երկար ճանապարհ ունենք անցնելու, Աստված որ պատվը կարող ունենք անցնել։